Ավարտենք, եթե սրանա վերաբերել։ Ես զարմանում եմ մեղադրողների առարկության վրա, հարգարժան դատարան։ Այս մարդիկ հմեկում, ազգային ժողովի ամբիոնում, Եվրախորհրդանում այս գործի հետ կապված մեղադրել են մեզ։ Ոչ թե մենք հիմա պահանջում ենք մեր հարգարժան Ֆուդոնը, որ գան ու օգուտ մեզ բան ասեն, մենք ասում ենք, որ այս մարդիկ գան, վկայություն տան, հիմնավորեն մեզ այդ 25 տարի կալանավորեք։ Ես զարմանում եմ, իրանք արտոնյալ են, այսօր մեղադրյալի եւ կալանավորի կարգավիճակում սրբազան կա, պատգամավոր կա, քիչ եք ուզում, որ այս պաշտոնյաները գան, ասել է հմեկում, ասել է ազգային ժողովում, դու հիմա կանգնի ստեղ ու ասի, որ հա, աստրիկը ելել է, գյուլերն ելել է, ինչ եղել է, զարմանում եմ մեղադրողները խին առարկում, որտեղ էդի օգուտ ձեզ է, իշար ձեզ է, ձեր գործը կթեթևանա, կգան մարդիկ վկայություն կտան, որ մենք մեղավոր ենք, մենք էլ պահանջում ենք, խնդրում ենք, թող գան, մարդիկ հմեկում գնում կամ ազգային ժողովում կանգնում ասում են, այս ահաբեկիչ են 10 միլիոն հայ ազգի մարդիկ գիտեն մենք ահաբեկիչ ենք, հիմա ահաբեկիչ են, թող գան հիմնավորեն, բայց խի պտի չգան, արտոնյալը, եթե արտոնյալ են, դատախազը, քննչականի պետը եւ վարչապետը արտոնյալ են պտի ստեղ չգան, ես կարծում եմ տես չի, ես երկրում բոլորն էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ենք եւ հավատան են։ Ես պահանջում եմ, որ պարոն Ֆուդյանի ներկայացուցիչ իրականացնի թողան այս ամբողջից մեղադրեն մեզ, մենք չենք ասում գան, մենք չենք ասում Դանիլյան Գառնիկը օրինակն եմ ասում, ցես լիքը մարդիկ կան, որ մեր հետ են եղել կարանգան հիմնավոր է, որ ստեղ ահաբեկություն չի եղել, բայց մենք հակառակ կողմին ենք ասում, թողան ապացուցեն, որ մենք արել ենք, մենք չենք ուզում գան մեզ պաշտպանեն, Դանիլյան Գառնիկը թող չկա, այդ մի անունը տվել եք թող չկա, խնդիր չկա, մենք պաշտպանության կարիք ունենք, որտեղ ոչինչ մենք չենք արել, ասում ենք այն ով որ մեզ հանրային դաշտում մեղադրել է, թող գասներ կանգնի ամյոնում, ձեռը դնի երդում ուտի ու խոսի, տենանք արել ենք, թե չենք արել, մեր պահանջը դա է, շնորհակալ եմ։